Հայաստանում ամրագրված օրենքով երեխան դպրոց պետք է հաճախի 6 տարեկանից, սակայն հանդիպում են դեպքեր, երբ ծնողները սեփական նախաձեռնությամբ որոշում են երեխային դպրոց ուղարկել 7 կամ 8 տարեկանից։ Այսուհետ այն երեխաները, որոնք դպրոց կհաճախեն 7 տարեկանում, կսովորեն ոչ թե առաջին, այլ միանգամից երկրորդ դասարանում։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանում փոփոխություններ են կատարվել, որն արդեն ներկայացվել է ազգային ժողովի քննարկմանը։ Իսկ ինչպես է դպրոց ընդունված երեխան յուրացնելու առաջին և երկրորդ դասարանի ծրագրերը միանգամից։ Սրանք հարցեր են, որոնք մտահոգում են ոլորտի պատասխանատուներին։ Եթե 1 տարի բաց է թողել երեխան, կարելի է եւ 2 տարի բաց թողել կամ 3 տարի բաց թողել, իսկ սա նշանակում է վերջին հարվածը տալ կրթությանը։ Նույն հաջողությամբ կարելի է այդ երեխաներին դպրոց տանել օրինակ 15 տարեկանից միանգամից 10-րդ դասարան օրինակ։ Եվ եթե ենթադրում են, որ 1 տարում նրանք 2 տարվա կուրսը կկարողանան յուրացնել, երեխաները կարող են օրինակ 1 տարում 3 տարվա կուրսը յուրացնել։ Նախարարությունից վստահեցնում են, թե ծրագիրը յուրացնելու հարցում աշակերտներին միայնակ չեն թողնի եւ ուսուցիչը լրացուցիչ աշխատանք կկատարի։ Կրթության փորձագետը վստահ է, գործնականում անգամ դա անհնար է։ Ուսուցիչը նույն ժամանականակում առանց լրացուցիչ աշխատանքի արդյունքի հասնել չի կարող։ Եթե անգամ փորձի ուշադրությունից դուրս կթողնի դասարանի մյուս աշակերտներին։ Հարցը մտահոգել է նաեւ հոգեբաններին։ Երեխան, որ 1 տարի ուշացումով կգա այս դասարան, իսկ դասարանը արդեն ձևավորված համայնք է, սոցիում, փոքրիկ խումբ, շատ դժվար կլինի ինտեգրացիան եւ դա կազդի այդ երեխաների ինտեգրացիայի վրա վատ իմաստով։ Եվ նրանք կմեկուսանան ուղղակի դրանով ազդելով նաեւ կրթության որակի վրա։ Ինչքան էլ ուսուցիչները զբաղվեն, առանձին զբաղվեն, բայց այդ համուսուցչի համար մեծ նագրոս կա լինում, համինքը չի հասցնելու, երեխեն ոնց որ տարբերվելու է, ավտոմատ դառնալու է, որ նրանք ուրիշ են, ես ուրիշ եմ, ինչ որ բանում դժվարանա, իր ինքնագնահատականի վրա այդ ամեն ինչը ազդելու է, պլյուս դասարանցիները ոնց դրան ռեակցիա կտան։ Ռաֆայել Պետրոսյանի համոզմամբ դժվարությունների պատճառով աշակերտն ընկճվելու է, կորցնելու է սովորելու մոտիվացիան, իսկ ճգնաժամային տարիքում ձեռք բերված բարդույթներն ու խորքային համոզմունքները կարող են ազդել կյանքի որակի վրա եւ ուղեկցել հասուն տարիքում։ Տաթևիկ Աբրահամյան, ժամը լրատվական։